Շնորհակալություն։ Հաջորդ հարցը հարց համար 16 բան աթժեմ, բայց ես առաջարկում եմ 3-րդ եւ 4-րդ հարցերը այսօրվա զեկուցող, այսինքն 16-ը եւ 26-ը միասին զեկուցել։ Էկոնոմիկայի նախարարության։ Չզեկուցվողների մեջ, հա։ Իսկ գուցե միանգամից միասին զեկուցենք, հա։ Այսինքն մենք հիմա 16-ը եւ 15-ը կզեկուցենք։ 18-ը։ 16-18, խնդրեմ։ Ուրեմն 16-րդ հարցը վերաբերվում է տվյալների դասակարգման համակարգ ստեղծելուն, իսկ 18-րդ հարցը, որը չզեկուցվող հարցը, պետական տեղեկատվական համակարգերի կառավարության։ Այո։ 16-րդ հարցը դա տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու եւ դրա կարգը հաստատելու մասին է, իսկ 18-րդը չզեկուցվող հարցեր, բայց փոխկապակցված են։ Դա պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին է։ Ուրեմն նախապատմությունը հետեւյալն է, որ երբ որ մենք մեր թվային համակարգի եւ թվային վերափոխման օրակարգը սպասարկում էինք, մի քանի խնդիրներ առաջացան եւ անցած տարվա վերջում ընդունեցինք հանրային տեղեկությունների մասին օրենքը եւ հանրային տեղեկությունների մասին օրենքը 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում էր, թե ինչ ենթահամակարգեր են պետք, որպեսզի մենք ունենանք։ Այնտեղ 5 ենթահամակարգի մասին էր խոսքը գնում, տվյալների դասակարգման համակարգի, որը որ այսօր հիմա ես կզեկուցեմ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին, որը որ հետագայում մենք նորից կբերենք կառավարության քննարկմանը, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերը, որը որ արդեն կառավարությունում է եւ հաջորդ նիստերին կներկայացնենք, տվյալների փոխանակման շերտը արդեն ընդունվել է եւ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգը, որը այսօր նույնպես ես կներկայացնեմ։ Այս համակարգերի փոխգործելիությունը եւ մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարեւոր է, որպեսզի ճշգրիտ եւ առանց խափանումների տեղեկությունները փոխանակվեն համակարգերի մեջ։ Օրենքը, որը որ մենք ընդունում ենք, մի շատ կարեւոր սկզբունք էր ամրագրում, տվյալը մեկ անգամ գաղափարը, որը նշանակում էր, որ եթե որևիցե տեղեկատվական համակարգում մի տեղեկություն երևիցե եղել է արդեն ներկայացված, երկրորդ անգամ պետք չի։ Այո, պետական տեղեկատվական համակարգում եթե ներկայացված եղի, երկրորդ անգամ այլևս ներկայացնելու կարիք չի լինելու, բայց որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները, որ իրանք իրար հետ կարողանան փոխանակվեն։ Հիմա ըստ էության այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում եւ ասում ենք, որ թե ինչ ձևով պետք է լինի եւ ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքագրվեն։ Օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի, օրինակ եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, օրինակ բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրածված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի Կարճ, Երև եւ այլն։ Այս ձևակերպները որպեսի վերանան, մենք ստանդարտն ընդունել ենք եւ ֆիքսում ենք, թե ինչ ձև պետք է լինի, որ բոլոր շտեմարաններում մի ձև լինի, որի կարողանան իրար հասկանալ։ Սա նաև վերաբերում է տարբեր այլ երկրներին, օրինակ, որտեղ շտեմարաններում տարբեր տեսակի տվյալներ կարող են լինել, առողջապահական տվյալներ, կարող են լինել բնակության վայրի, երկրի եւ այլն, մենք այստեղ վերցրել ենք նաև միջազգային ISO ստանդարտի ձևակերպները կոնկրետ երկրների վերաբերյալ, կարող է լինի բնակության վայր եւ այլն եւ այլն։ Ըստ էության սրա մասին է տվյալների դասակարգման համակարգը ստեղծելու վերաբերյալ, իսկ պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ըստ էության արդեն դրա կառավարման համակարգն է, թե ինչպես են իրենք մեկը մյուսի հետ արդեն փոխանակում։ Եթե կարճ այսքանն էր։ Այսինքն ըստ էության, որպեսզի թվային աշխարհում աշխարհիկ մարդկանց համար հասկանալի լինի, մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Այսինքն ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլն, այդ համակարգը լիարժեք աշխատի, ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդպես, պարոն Գրիգորյան, մի բան էլ հավելեմ, որ նաեւ այդ շտեմարանները, ովքեր որ կառավարում են, ունենք մի մոտ 30 մոտավորապես շտեմարաններ, եթե այդպես ամփոփեմ, որոնք որ մեր համար կարևոր են, այդ շտեմարանների կառավարիչներ կան եւ իրենք պետք է այդտեղ նաեւ նկարագրեն, թե դա ինչի համար է,
որպեսզի տվյալի փոխանակումը մարդիկ հասկանան, թե որտեղից պետք է դա վերցնեն։ Այսինքն, ինչ որ դուք նշեցիք, միանշանակ տեղի ունենալու համար պետք է նաև շտեմարանի նկարագրություն ունենա։ Մենք դա ենք ձևակերպում, այլ լեզվով ասած, ասում ենք ճակերտավոր լեզու եւ շտեմարանի նկարագրությունը, այսինքն տեխնիկական պարամետրերը, թե տվյալների նկարագրությունը, բովանդակային, թե տեղ ինչա զետեղված։ Հենց այսպես ասած, ճակերտավոր անձնագիրն ենք գրում, թե դա ինչի մասին է եւ ինչ լեզվով պետք է այդտեղ ամեն ինչը գրվի, որ կարողան իրար փոխանակվեն, այո։ Շատ լավ։ Պարոն Երիցյան, կավելացնեք ինչ որ բան։ Հիմնականում ասվեց, ուղղակի շտեմարանները բոլորը պիտի ունենան օրենքով սահմանված կանոնակարգ, որտեղ շատ հստակ սահմանվում է երբ է ստեղծվել, ինչ հաճախությամբ տվյալը հավաքվում, ինչի համար է հավաքվում, ով կարող է դիմել այդ տվյալին, ոնց կարող է բաժանվել եւ այլն։ Կառավարչական համակարգը դա է ունենում։ Բայց դա այլ կերպ ասած նշանակում է, որ մենք ոչ միայն ստանդարտն ենք սահմանում տվյալների եւ տվյալների դասակարգման, այլ նաեւ հասանելիությունն ենք այս ակտով։ Այսինքն դա ապահովում է, որ բաց API-ների միջոցով, եթե դասակարգաչի տվյալը գաղտնի կամ հույժ գաղտնի, այդ տվյալը պետք է այդ թվում մասնավոր հատվածը, եթե կենսական նշանակություն իր համար օրենքով սահմանված է, կարող է դիմել անվտանգության պահանջները բավարարելու դեպքում ունենալ հասանելիության տվյալը։ Այսինքն այսօր որպեսզի հասկանան որտեղ ինչ տվյալ կա, մեծի մասամբ պետք է դիմեն նախարարություն կամ հետաքրվեն կամ ինչ-որ մի բան, թղթի վրա տվյալ չի լինելու, Excel-ի շիտով ինչ-որ մեկի կոմպյուտերում տվյալ չի լինելու, բոլոր տվյալները պետք է շտեմարանում լինեն, կառավարչական համակարգում գրանցված, դրա հիման վրա կատալոգ է ձևավորվում եւ կատալոգում բոլոր տվյալները բաց ծրագրային միջերեսով API-ը հասանելի է լինենում, որ կարողանան ավտոմատ տվյալները ինտեգրեն իրենց ավտոմատ համակարգերում։ Մի բան էլ ավելացնեմ, օրենքը նաև տարածվում է հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների վրա։ Դա էլ պետք է ապահովել, այդ աշխատանքները տարվում են, դա կարևոր է եւ մասնավոր հատվածը, եթե միանում է այս էկոհամակարգին, նույնպես պետք է ստանդարտներ ընդունի, այդ թվում կիբերանվտանգության պահանջները պետք է կարողանան բավարարել, որովհետեւ մի պահանջը ասեցինք, որ միայն մեկ անգամ մասնավոր հատվածի միանալու մոտիվացիան այնա, որ իր ծառայությունները լավանում է ավտոմատ, որովհետեւ ինքը օգտագործում է այդ մեկ անգամ տվյալի մուտքագրում սկզբունքը իր ծառայությունները մատուցելիս, հա։ Դա մեկ եւ երկրորդը փոխանակվում է, չէ՞ մեր։ Այո, փոխանակվում է դա մեկ, բայց նաեւ մենք օրենք ենք ընդունել այդ հանրային տեղեկությունների մասին օրենքը, որը տվյալը շտեմարանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան փաստաթուղթը։ Մեր ծննդյան վկայականը այլևս պետք չի պահել, եթե իմ տվյալը բնակչության ռեգիստրում ֆիքսված է եւ API-ով հասանելի է։ Դա էլ է մասնավոր հատվածին խթանում, որ ինքը տվյալը վերցնի։ Եվ այդ ամբողջ համակարգի X-ROD-ը անցած անգամ որ քննարկեցինք, այդ հարցումը այսպես ասած տվյալների շտեմարանում ֆիքսում է այդ տվյալ պահին այդ հարցում ինչի համար է արված, որը նույնն է ոնց որ փաստաթուղթ տպեն։ Սա է համակարգը ապահովում, որ մենք անցնենք փաստաթղթային համակարգից տեղեկատվական կամ թվային համակարգի։ Եվ եւս մի բան եմ ուզում կարևորել, բայց այդ մասը պարոն ներողություն եմ խնդրում, հիշեք ինչ եք ասելու, բայց մի պահ ընդհատվենք հաշվի առնելով մեր ցավոտ պրակտիկաները։ Հիմա պարոն Դադունց, կարող ունենանք մի իրավիճակ, որ sense ջանքներ դնենք, կարգի բերենք այս տվյալների շտեմարանները, վերջում մի հատ դատավոր պարզի, որ չէ ճիշտը թուղթն է։ Ես դա հենց այդ ռիսկը իրավական անվտանգության մեր նախաձեռնության լավ կլինի, որ այս փուլից քննարկենք։ Որովհետև տեսեք, պարոն Երիցյանը մի շատ կարևոր բան է ասում, որը ապագան է այս ամեն ինչի, որ քաղաքացու վերաբերյալ տվյալը էլեկտրոնային ըստ էության քաղվածքը ինչ որ համակարգի վավեր իրավական բարձրագույն իրավական ուժ ունեցող կոնտենտա, չեմ ուզում ասեմ փաստաթուղթա, որ էլի չնույնականացնենք թղթի հետ։ Հիմա սա փորձաքննություն արվել է կամ խնդրեմ մի անգամ էլ անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք։ Նորից գնանք բան փոխվարչապետ, բայց օրենքի ձևակերպում եթե հստակ լինի, որ դա ունի բավարար իրավական ուժ եւ հիմա էլ դատավարությունների թվայնացմանը զուգահեռ, հիմա դատաներում նման խնդիր ըստ էության չի էլ արձանագրվել, այսինքն
եթե դատավարական օրենսգրքերում ենք ունեն կարգավորումներ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայցադիումը եւ փաստաթղթերը դրանք վավեր են, փաստաթուղթ նկատում էլեկտրոնային ստորագրությամբ կամ էլեկտրոնային տվյալները, այդ ձևակերպման հիման վրա հիմա աշխատում է համակարգը, այսինքն մենք ինչ որ ռեալ խնդիրներ այստեղ չենք հայտնաբերել, բայց Պարոն Դադունց, ասեմ մտավախությունս գալիս է էլեկտրոնային ծանուցումներից, որ միասնական պրակտիկա չեմ զգում մինչև օրս։ Չնայած որ կարծում եմ, որ օրենսդրությունը բավարար հստակ ասում է, որ էլեկտրոնային ծանուցումը պատշաճ ծանուցում է, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ տենց ինչ որ միանշանակ չին կալումները։ Ուզում եմ ասեմ, որ այս փուլից սկսած մենք պիտի այնպես անենք, որ բոլորի մեջ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի, որ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք ունենա թվայինացում, ինչը նշանակում է երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը որ անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների կամ փոփոխությունների օրենսդրական, իմ խնդրանքն է, որ զուգահեռ անենք, որպեսզի երաշխավորված լինի, որ սա այսպես է։ Ոչ թե մենք ենթադրենք, որ այդպես է գրված օրենքում, այլ ուղղակի երաշխավորենք։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ եւ նաեւ կխնդրեմ մեր գործընկերներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում, վարչարության ընթացքում, եթե հանդիպել են այնպիսի դատական պրակտիկայի, որը իրենց կարծիքով խոչընդոտում է այդ կարգավորումների իրացմանը, մենք աշխատենք դիմեն մեզ եւ մենք հստակեցումներ անենք համապատասխան օրենքներում։ Շատ լավ, պարոն Դադուն, շնորհակալություն։ Համեցեք, պարոն Թևոսյան։ Պարոն Գրիգորյան, ձեր հարցը բարձրացրած շատ կարևոր է, այնց գերկարևոր է, որտեղ մենք բոլորս հիմա գնում ենք դրան, մեր բոլոր համակարգերը նաև օրինակ հասանել ենք դարձնում նույն օգտագործողին, հա, օգտագործողը ինքը կարող է իր տվյալները տեսնել եւ անհրաժեշտության դեպքում տպել կամ արտահանել որևէ ֆորմատում եւ ներկայացնել որևէ տեղ, հա, եւ առնչվում ենք հետեւյալ իրավիճակներին, գրեթե մեծամասնությամբ, իդեպ ոչ միայն պետական կառույցներում, այդ թվում մասնավոր հիմնարկներում, որ ասում են մինչև վրան կնիկ չլինի մեկն է ստորագրած չլինի, թուղթը չենք ընդունում, դա դու կարող ես օրինակ Photoshop-ով սարքել, հա, ընդհանուր մինչև բանկային քաղաքացիներն են անպայման կնքած ստորագրած ուզում, որ հիմք ընդունեն իրանց այդ բալանսի համար եւ իրոք ճիշտ եք ասում, եթե այս եւ կտրուկ է պետք սրան վերջ տալ, եթե օրենքապետ կընդունել, եթե ինչ որ այլ իրավական ակտեր պետք ընդունել, այլ իրավական ակտեր եւ չպետքա լինի հայեցողական մոտեցում, որտեղ նաեւ կան դատավորներ, որ կընդունեն, կան դատավորներ, որ չեն ընդունի։ Իմ տպավորությամբ մենք նաեւ դրան ենք առնչվում ու մենք անդադար կառնչվենք հետեւյալի հետ, թվային տվյալը կա մաքուր է, մենք իրար մեջ օգտագործում ենք, որտեվ նաև պարտավոր ենք օգտագործել, այդ թվում այսօր որ ընդունվող որոշումներով, բայց դրսում դա վալիդ չի, դա վալիդ փաստաթուղթ չի, միգուցե վալիդացիոն ինչ որ կոդեր է պետք, որը կարողանա այդ հիմնարկը ստուգի այդ վալիդիտին, այդ փաստաթղթի ինչ որ բարկոդով, ոնց որ օրինակ մենք այս կարող ենք ստուգել այս ապրանքների QR կոդերը, բայց սա շատ կտրուկ է պետք լուծել, որովհետև մենք արդեն 10 տարուց ավել, նույնիսկ 20 տարի շատ թվային տվյալներ ունենք, բայց մինչ օրս առնչվում ենք, օրինակ, չգիտեմ, հիմա մի հատ կոպիտ օրինակ բերեմ, ID քարտի Xerox, ասենք աբսուրդ է, էլի, 2026 թվին ID քարտի Xerox տալ ինչ որ մեկին, ու մնացածը ինչ որ ասացիք, շնորհակալություն։ Համաձայն եմ, պարոն Թևոսյան, ես իրոք ինչի եմ չասեմ ահազանգում, բայց ինչի եմ սրան տալիս մեծ նշանակություն, որովհետև եթե մենք այդ հարցը միանշանակ չլուծենք, մենք կունենանք հավելյալ դիսկոմֆորտ, այսինքն թվայինացումը կդառնա դիսկոմֆորտ քաղաքացիների համար, որովհետև իրանք ստիպված են ապացուցելու, որ թվային տվյալը վավեր տվյալ է ինչ որ Xerox-ների, պրինտերների եւ այլնի միջոցով, ինչը լրիվ անիմաստ է դարձնելու մեր այս բարեփոխումը, այդ իմաստով խնդրում եմ շատ ուշադիր լինել, էլի։ Համեցեք բանը։ Քանի որ պարոն Թորոսյանը սկսեց Պարոն Թորոսյանը դեռ ապոստիլը չի ասել։ Մի բան էլ ես ասեմ, ուրեմն դե ինչպես բոլորս գիտենք, մենք դնում ենք թվային ստորագրություններ նամակների վրա եւ մեզնից շատերը կամ բոլորը տալիս են լիազորագրեր մեր աշխատակիցներին դատարաններում
դատարաններում ներկայացնելու համար։ Եվ ինչպես գիտենք, թվային ստորագրության մեջ կարևորը այն սերտիֆիկատն է, որը կցվում է այդ ֆայլին։ Եվ երբեմն այսինքն երբ որ մենք ստորագրում ենք, տեսանելի նաև գրված է, չէ, որ հաստատված է եւ այլն, բայց կարելի է նաև ստորագրել եւ որ ոչ մի տարբերություն չկա առանց այդ բանի։ Այսինքն թղթի վրա ոչ մի բան չի երևում, իր հետ ուղակի ֆայլին կցվում է այդ սերտիֆիկատը։ Հիմա երբ որ մենք անտեսանելի ստորագրությամբ ենք տալիս լիազորագիր, դատարանները դա չեն ընդունում։ Իրանք ուզում են այդ նկարը, որ վրան երևա, որ գրած է, որ հաստատված է եւ այլն, էլի, այս խնդրի հետ էլ ենք առնչվում եւ կարծում եմ դա կապ ունի նաեւ այդ մյուս բանի հետ, էլի, որովհետեւ եթե մենք էլեկտրոնային ստորագրություն ենք դնում, էլեկտրոնային ստորագրությունը նշանակում է էլեկտրոնային սերտիֆիկատ։ Այս մի խնդրն էլ կա, որը կխնդրեի ուշադրություն դարձնել։ Համեցեք պարոն Դադոնց։ Շնորհակալություն։ Ես պարոն փոխվարչապետ իզուր չնշեցի դատաների թվայնացմանը զուգահեռ սա անելու հարցը, որովհետև օրինակ էլեկտրոնային եղանակով հացադիում ներկայացնելու դեպքում կամ դատավարական փաստաթուղթ հիմա գիտենք, որ քաղաքացիական վարչական գործերի դեպքում պետական մարմինների համար պարտադիր է այդ համակարգից օգտվելը։ Երբ որ տվյալ լիազորագիրը կամ հացադիմումը մուտքի արվում այդ համակարգ, ինքը համակարգն է ճանաչում վավեր, ճանաչում է էլեկտրոնային ստորագրությունը որպես վավեր եւ դիտում է որպես վավեր փաստաթուղթ։ Այլ հարց է, երբ որ այդ փաստաթուղթը տպվում է եւ դրա վրա ոչինչ չի երևում, ոչ մի ստորագրություն չի երևում, այդտեղ կարող է խնդիր առաջանալ։ Հիմա մենք այդտեղ միգուցե ինչ որ լուծում պետք է մտածենք, որ QR-ի կամ այլ ձևերով հաստատվի, որ դա ստորագրված է։ Դա է ուզում խնդրեի, դուք զուգահեռ այս process-ում պերմանենտ պիտի մասնակցություն ունենաք։ Պատկերացրեք քրեական, քաղաքացիական, լավ քաղաքացիական է կարող մի քիչ ավելի հեշտ լինի, վարչական դատավարությունները ընթացքը ամբողջությամբ։ Մենք պիտի գանք մի իրավիճակի, որ առաջի կետից միջև դատական ակտը ապացույցների ողջ համակարգը լինի էլեկտրոնային։ Մենակ այդ դեպքում մենք ունենանք էֆեկտիվ process-ներ։ Հիմա այդ ճանապարհին ես վախում եմ, որ պարբերաբար, եթե մենք լավ չլուսաբանենք ու չաշխատենք ուսուցումներ չանենք, ինքը կլինի պարբերաբար երկու ստանդարտ, ինչի մասին ասում էր պարոն Թորոսյանը։ Եթե եղավ երկու ստանդարտ, մեր process-ները ոչ թե կլավանան, այլ ավելի կվատանան, ինչը որ անթույլատրելի է։ Այսինքն պատկերացրեք այդ դատավարությունների կամ դատաքննությունների կամ որևէ պետական կամ պետության կողմից իրականացվող process-ի ընթացքում, եթե շղթայում ինչ որ պահի պետական այր ասեց, որ չէ, հավատ չի ներշնչում, տեղեկանք բեր թղթային, դա կլինի ուղղակի հակառակ էֆեկտ, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ։ Խնդրեմ։ Պարոն փոխվարչապետ, ուզում էի նշել, որ մենք քաղաքացիական եւ վարչական դատավարություններում պարտադիր ենք դարձրել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, ԱԾ-ների, նոտարների իրավաբանական անձանց մասնակցություն դատավարությանը, ոչ թե նիստերին, այլ դատանի հետ շփում եւ դատավարական նյութերի ուղարկում միայն էլեկտրոնային եղանակով, այսինքն այս պահին օրենքով բացառություն ենք ասում միայն ֆիզիկական անձինք, բայց ապագայում կարծում եմ մենք պետք է նաև այդ քայլին էլ գնանք եւ բոլոր դատավարության մասնակիցների համար պարտադիր դարձնենք դատարանի հետ էլեկտրոնային շփումը, որը կարծում եմ ձեր նշած խնդիրը կլուծի, այսինքն այլևս եթե թուղթ մուտք չարվի դատարան, այլ համակարգի միջոցով դա իրականացվի, ձեր նշած խնդիրն էլ աստիճանաբար կվերանա։ Շատ լավ, համեցեք Անի ոչ պարոն Գրիգորյան կներեք, բայց քանի որ պարոն Դադոսյանը շատ նշեց այդ էլեկտրոնային դատավարությունը, պարոն Դադոս, ես եթե չեմ սխալվում, դրանք նույն թղթերն են, պարզապես սկանարած ու կցած այդ համակարգին, այդտեղ էլեկտրոնային եւ թվային տվյալների մասին խոսալը ինձ թվում է մի քիչ ճոխ է։ Եթե մենք պարզապես սկանարած ֆայլերը կցում ենք, որ պարզապես անձամբ չգանք եւ փոստին չծանրաբեռնենք դատարան դիմելու, նույնն էլ իրանք են անում, իրանց որոշումները գրավոր ստորագրում են, դատավորը վերջում ստորագրում կցում
հիմա այդ չեղավ թվային կամ եղավ շատ փոքր մասով թվային, որովհետև թվայինը ուրիշ բանի մասն է ընդհանրապես։ Միանշանակ, հենց այդ սկանն էլ, հենց վտանգը, իմ անհանգստությունը հենց սկանն է, որովհետև եթե թվային տվյալի փոխարեն մենք ընկալեցինք, որ թվային փաստաթուղթը դա սկանն է, նշանակում է իմ ասած խնդրեմը անվերջ շղթայի մեջ լինելու է, որովհետև սկանի պարագայով դատավորը, քննիչը, կադաստրի աշխատողը, հարգարժան ինքը ասելու է, չէ, ես անհանգիստ եմ, բերեք սրա վերիֆիկացիան։ Եվ ինչ որտեղ ինքը ճիշտ կլինի։ Բայց եթե ինքը ստանում է կոդով փաստաթուղթ տվյալ, այդտեղ ինքը ճիշտն ասած պիտի դա վերցնի որպես դոգմատիկ ճշմարտություն տեղեկատվության իմաստով։ Եվ ես կարծում եմ, որ իրոք շատ արդյունավետ կլինի, էլի։ Բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք բոլորս, որ եթե մենք այդ ամբիցիան ենք դնում, նշանակում է կիբերանվտանգության ամբիցիաները մեր, այսինքն մենք էլ իրավունք չունենք կիբերանվտանգությանը որպես սիմվոլիզմի վերաբերվել կամ որպես մոդայիկ տերմինի։ Դա արդեն շատ լուրջ է, որովհետև դրանով իսկ մենք ինքներս երաշխավորում ենք, որ այդ տվյալը վերջնական է եւ ճիշտ։ Եվ եթե հետո պարզվի, որ դա հնարավոր է շատ արագ հեռախոսով փոփոխել, դա էլ մի ուրիշ խնդրեմ կառաջացնի, ըստ այդմ ես կարծում եմ պարոն Երիցյանը իր կառույցով զուգահեռ կտանի կիբերանվտանգության, այսինքն տվյալի երաշխավորված եւ ճիշտ լինելու խնդիրը, արդարադատության համակարգն էլ զուգահեռ կտանի դրա ձևի իմաստով դոգմատիկ լինելու խնդիրը եւ մենք կունենանք շատ լավ արդյունքներ ու շատ բան կփոխվի ու շատ ավելի արդյունավետ կլինի եւ պետությունը եւ պետական ծառայությունները եւ շատ ավելի կոմֆորտ կունենան մեր քաղաքացիները մեր հետ հարաբերվելիս։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն պարոն Քրանես քննարկման համար, իրականում հենց պարոն Թորոսյանը նաեւ իմ մտքերը արտահայտեց, ես էլ ուզում եմ մի բան ասի, որ մենք էլեկտրոնային կառավարում ու էլեկտրոնային թղթերից դեպի թվային անցնել հենց դա ամենակարևոր կետն է սրա, որտեղ եթե էլեկտրոնային ենք պատկերացնում, այդ ձեր ասած scan ID քարտն է, Xerox-ն է, այդ ամեն ինչը էլեկտրոնային տեսքով կարելի անել։ Մենք այդտեղ հենց այդ մոտեցումն ենք ուզում ստրես այսպես ասած անենք, որ եթե XML ձևաչափով է, որը որ էս որոշման մեջ է դրված, այնց այդ թվային տվյալն է հիմքը հենց փաստաթուղթը։ Այդ դրանով է, որ ինչ որ իմ խոսքի սկզբում նշեցի, տվյալը մեկ անգամ հնարավոր կլինի օգտվել։ Այսինքն հենց մեկ անգամ պետք է լինի, որ դա է որ մենք ՆԳՆ-ում արդեն այդ պրակտիկան կիրառում ենք։ Մենք վարորդական իրավունք եւ տեղ անձնագրի կարիք չունենք մեքենա վարելիս, այսինքն ինքը քանի որ համակարգը աշխատում է ճիշտ, մենք նույնիսկ կրիչի կարիք չունենք, որը սկան անենք տանք ինչ որ մեկին։ Եվ ոնց որ թե ոչ մի խնդրեմ չի առաջացել։ Ուղղակի պիտի հետևողական լինենք, որ ամեն մեկս մեր տեղում, որ զգանք, որ մեր տեսադաշտում այդ process-ը աշխատում է ճշգրիտ։ Եթե մենք վարորդական իրավունքների եւ տեղ անձնագրերի խնդիրը այս ձևով լուծված չլիներ, ես ավելի լարված կլինեի, բայց կարծում եմ հարցը շատ հեշտ լուծում ունի ու իդեալական աշխատում։ Եթե կարելի է մի բան էլ ուղղակի հավելեմ, որ վերաբերում է բանկային պլաստիկ քարտերին։ Միանշանակ երևի մենակ ես եմ մնացել, որ դեռևս պլաստիկ քարտն եմ օգտագործում։ Չէ, ես եմ մի հատ ունեմ։ Բայց տենց է։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել նաև տեղեկատվական համակարգիչ թեմարանների կառավարիչներին, որ ժամկետ ունենք օրենքով, այդ 1 տարին է, որ պետք է թեմարանները աշխատանք տանել ու խնդրեի, որ նաև սերտ աշխատենք նաև կարգավորման հանձնաժողովի հետ, որ պարոն Երիցյանն է ղեկավարում, որ այս ամեն ինչը լինի պատրաստ ժամկետին հնարավոր լինի շահագործել։ Շնորհակալություն, առաջարկում եմ հաստատենք։ Մի րոպե, բայց էլի մտքեր կա այս թեման շատ կարևոր ու հետաքրքիր թեմա է եւ ես դեմ չեմ, որովհետեւ այս քննարկումը նաեւ լուսաբանում է, ինչը որ նույնպես շատ կարևոր է։ Համեցեք, պարոն Նացականյան։ Շնորհակալություն։ Պարոն Գրիգորյան, դուք լուծումը հնչեցրեցիք դատարանների մասով։ Խնդրի էությունը քննարկումից ակնհայտ երևաց։ Խնդրի էությունը թե օգտատերը ով է, քաղաքացին, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը։ Պարոն Երիցյանը տանում է ամբողջ այս համակարգը դեպի ինտեգրված վարչական ռեգիստրների համակարգի ձևավորմանը, որտեղ պետական մարմինները, այդ թվում նաեւ դատարանները, միևնույն նույնականացման ծածկագրով, այդ համակարգը այդպես է ձևավորվում, միևնույն սահմանումներով եւ դասակարգումներով
վարչական ռեգիստրների ինտեգրված համակարգն է, ինչ որ սկանդինավյան երկրներում գոյություն ունի։ Եվ ծածկագիրը հավաքելով այդ անձի կամ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի, այսինքն կլինի ֆիզիկական թե իրավաբանական անձ, ամբողջ տեղեկությունը կհավաքագրի։ Դա կհավաքագրի եւ բնակչության պետական ռեգիստրից, դրա կապով հասցեների ռեգիստրից, բիզնես ռեգիստրից, մնացած։ Դրա համար սկանդինավյան երկրներում մարդը չի շփվում պետական մարմինների հետ, այդ թվում դատարանը։ Ամբողջ տեղեկատվությունը այդ նույնականացման անկրկնելի նույնականացման ծածկագրով անմիջապես ստանում է։ Այլ հարց է ձեր մյուս բարձրացած հարցը, թե վստահելի է տվյալը, թե ոչ։ Դրա հիմքն էլ վարչական օրենսդրությունն է։ Վարչական լիազորություն իրականացնելիս պետական մարմինը գրանցում է ծնունդ։ Ինչն է սխալ։ Ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, ձեռնարկատիրական իրավունք, աշխատանքի իրավունք, կենսաթոշակի, չգիտեմ, այլ իրավունքներ, պարտականություններ, պատժամիջոցներ, ամեն ինչը կուտակված է մեկ տեղում։ Դրա համար սկանդինավյան երկրներում, երբ որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը ամենաբարձրն է, հենց դրա հետևանքն է, որովհետև մարդիկ չեն շփվում։ Ձեր ասածն է, այն ինչ որ դուք ասեցիք։ Եվ իմ կարծիքով ես ողջունում եմ, շատ լավ ընթացք կա հիմա պարոն Երիցյանի կողմից եւ տեսնում եմ, որ գալու է մեր մոտ ձևավորվի այն ինտեգրված ռեգիստրների համակարգը, որը 2018 թվականին Դանիայի վիճակագրության ղեկավարը ներկայացրեց մեր վարչապետին եւ կառավարության անդամներին եւ շնորհակալություն առաջընթացի համար։ Շնորհակալություն, դա ինչ խոսք հիմա մեր նպատակներից ֆունդամենտալ նախ եւ առաջ կոռուպցիայի դեմ պայքարն է, որովհետեւ այս ի վերջո այս թվայինացման եւ տվյալների ճիշտ օգտագործման եւ ճիշտ շրջանառության առանց դրա ուղղակի հնարավոր չի արդյունավետ պայքար ենթադրել կոռուպցիայի դեմ։ Բայց նաև իհարկե ես այնուամենայնիվ ուզում եմ, որ մենք նաև հասկանանք, որ քաղաքացիների կոմֆորտն էլ է շատ կարևոր հարց, որը պիտի ապահովենք, այդ իմաստով պիտի տվյալները ու դրանց շրջանառությունը այնուամենայնիվ մարդկանց համար էլ հասկանալի լինի, հակառակ դեպքում մենք էլ ինչ որ կունենանք մի համակարգ, որը ինչ որ 5 հոգի կհասկանան ինչ տրամաբանությամբ է աշխատում եւ դրանով կավարտվի։ Բայց դա ուզում եմ ասեմ, ստեղ մասսայական իրազեկում եւ նաեւ չեմ վախենա ասել ուսուցման կամ կրթության բաղադրիչել է պետք ապահովել, պարոն Երիցյան, համեցեք, ամփոփեք, բայց քանի բոլորս հասկացել ենք ինչի մասին է խոսքը, խնդրում եմ չխառնեք, բայց մի քանի անդրադարձ ու շեշտադրումներ անեմ, էլի։ Առաջինը այս որոշումները, որ կայացնում ենք, համար առաջին նպատակը նա է, որ դիզայնով ինքը լինի կիբերանվտանգ։ Այսինքն հակառակ դեպքում մենք հիմա համակարգերը կառուցում ենք, հետո կամ ծախս չենք անում կիբերի վրա եւ այլն։ Իր դիզայնով պիտի կիբերանվտանգ լինի, որ մատչելի լինի կիբերանվտանգություն ապահովելը։ Այս մեր որոշումները սկզբունքներ կա մեջը եւ ստորագրությունն ու վստահության ինքը կոչվում է վստահության ենթակառուցվածք եւ դրա ամենակարևոր բաղադրիչը անվտանգությունն է եւ հետագծելիությունը, այդ թվում քաղաքացու կողմից իր տվյալների ծայրիծայր ծնվելուց մինչև մահ եւ դրանից հետո հարազատների կողմից իր տվյալների հետագծելիությունն ենք ապահովում, որը ինքը կարող է չանի ամեն օր, բայց աշխարհի փորձը ցույց է տալի, որ պրոֆեսիոնալ աշխարհը այդ տվյալները եթե բացում ենք, իրենց դեպքով անելով մնացածից օգնում են, որ վստահություն ձևավորվի տվյալների նկատմամբ, էլ թուղթ ման չտանք այդպես, որովհետև թղթը նաև քաղաքացին է խթանում թղթի օգտագործումը, չվստահելով էլեկտրոնային համակարգերին։ Հիմա այստեղ ինչ վերաբերում է դատական այդ գործընթացին, լավագույն փորձը մենք պարոն Դադունցի հետ խոսել ենք, երևի կանենք սա, մի քանի նախադեպեր են ստեղծվում եւ մինչեւ վերջի Ացյանի դատարան տանում են, որով որ արդեն նախադեպը հաստատում են, որ ինչա այդ գործընթացը եւ միշտ դրա վրա հղում անելով ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան տեղի ունենում, այդ փոփոխությունը այդպես են կառավարել, ովքեր որ հաջողել են։ Մյուս հարցադրումը, որ ուզում եմ կարևոր շեշտադրում անել այստեղ, ինչու տվյալը շտեմարանում դառնում է վերջնական ճշմարիտ իրավական ուժ ունեցող, որտեղ ցանկացած տվյալի այս էկոհամակարգը, որ ստեղծում ենք, հարցում տվյալի օգտագործում
երրորդ կողմից ոնց որ ստորագրվում եւ ժամանակային դրոշմակնիկ է դրվում, այսինքն որ այդ տվյալը այդ պահին Այերցյան դրոշմակնիկ բառը մի օգտագործեք էլ իրանք կվերցնեն հեսա ու կասեն դրա վրա պիտի կնիկ լներ ուրա էլեկտրոնային վերիֆիկացիա ֆիքսվում է երրորդ կողմից վալիդացիա ձեր լեզվով ասեք երրորդ կողմից դրոշմակնիկ հավաստվում է տերմին մի օգտագործեք երրորդ կողմից հավաստվում է էլեկտրոնային եղանակով եւ դա ջնջելի չի կողմերը չեն կարող այդ տվյալը փոխել առանց իմ իմանալու այդ օրը այդ տվյալը այդ տեստն ունեցել է շտեմարանում ինքը որևիցե ձևով փոփոխության ենթակա չի այդտեղ 3 կողմ են մասնակցում որից մեկի չմասնակցելը թույլ չի տալիս այդ տվյալը որևիցե ձևով փոփոխել հաջորդ շեշտադրումը մեր նոր հիմա ստորագրության համակարգերը նաև քարտերի ներդրմամբ նույնականացման կլինի այնտեղ ստորագրությունը այլ սերտիֆիկատ այլ կերպ լինելու ոչ նկար ոչ բան մի ամբողջական էջի վրա սերտիֆիկատը ամբողջությամբ հետը գալու է էլեկտրոնային փաստաթղթի որտեղ բոլոր կարևոր փաստեր եւ այդ edge բառն էլի բարձաբանեք որովհետեւ ասում եք մի edge-ի վրա էլի թուղթ են պահանջելու էլեկտրոնային ֆայլը երբ որ ստորագրում եք, եթե փաստաթուղթ, ես այլ ֆայլը ուղղակի ինքը ստեղծում է այդ պատկերը, որը սերտիֆիկատը ձեր համար ստեղծում է եւ դրան զուգահեռ ստեղծում է այդ սերտիֆիկատը վալիդացնելու ծառայություն։ Այսինքն ցանկացած աշխարհի կետից կարող եք այդ էլեկտրոնային փաստաթուղթը կամ տվյալը սերտիֆիկատը վալիդացնել արդյոք թողարկվել է լիցենզիա ունեցող այդ վստահության ծառայության կողմից։ Եվ մի բան էլ բանանեմ, հեսա կենտրոնում քաղաքացին է, այսինքն քաղաքացին այս տվյալները պետք է հասանելի լինի եւ բոլոր տվյալները եկող տարվա հունվարի 1-ի դրությամբ, եթե ռեգիստրներում չլինեն եւ հասանելի չլինեն այս ենթակառուցվածքի միջոցով, իրենք չեն համարվում իրավական ուժ ունեցող տվյալներ եւ դրանով հանրային ծառայություններ հնարավոր չի լինի մատուցել։ Հասկանալի է, շատ լավ։ Իսկ ուսուցում հիմա մենք կարող ենք համարել, որ երկու հարցն էլ քննարկեցինք։ Այո, պարոն Գրիգորյան։ Շատ լավ։ Ուսուցումը ո՞նց ենք կազմակերպում։ Կարծում եմ, որ ուսուցման վերաբերյալ արդեն շարունակական 3 էլ օրինակ կենտրոնական բանկում հանձնաժողովը հավաքել էր մեր գործընկերին հրավիրել էր, ներկայացրել էր թե ինչպես են այս ամեն ինչը աշխատում, ովքեր որ շտեմարաններ են կառավարում, սա պետք է շարունակել ու ավելի տարածել ու մինչև հունվարի 1-ը որպեսզի ժամանակին բոլորը պատրաստ լինեն, ասենց ամիսը 1 այս հանդիպումները պետք է անել ու շարունակել։ Պարոն Մեսրոպյանին ներգրավել ենք, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող իրանք մասիվ տվյալների մասիվ ունեն, իրանք պիտի մասնակից լինեն այս process-ում։ Պարոն Գրիգորյան, բոլոր պետական համակարգերը, ովքեր որ շտեմարանները ներգրաված են, մենք բոլորի հետ լրացուցիչ կաշխատենք։ Ես որքան որ հիշում եմ, հանրային ծառայություն մատուցողները համարվում են սրա իմպերատիվ մասնակից։ Միանշանակ, ես պետականը նշեցի, որ ինտենսիվությունը պարոն Մեսրոպյանին էլ ներգրավեք, որովհետև ես ենթադրում եմ, որ մեր կարգավորումներում պիտի սա ադապտացվի։ Այսինքն այն կարգավորումներում, որոնք վերաբերելի են հանրային ծառայություններ մատուցողներին։ Եթե բարձա օրենքի մակարդակով կա, բայց լավ կլինի, որ հանձնաժողովն էլ սկսի արդեն իր մասով իմպլեմենտացնել այս սկզբունքները։ Ու նաև քրիտիկական ենթակառուցվածքներ, ովքեր որ հանրային ծառայություն են տալի, դա էլ մի այլ շերտ է։ Այլի կրկին պարոն Մեսրոպյանի կարգավորման տակ գտնվող ընկերություններին է վերաբերվում, միանշանակ թե օրենքի քննարկման, թե հանրային քննարկումների, թե բոլոր փուլերում ներգրաված են եղել, մենք լրացուցիչ իրancsից բնականաբար աշխատանքներ պետք է տանենք, շնորհակալություն նաև դա լրացուցիչ լուսաբանելու եւ նշելու համար։ Պարոն Մեսրոպյան, դուք էլ մասնակցեք այս process-ներին, խնդրում եմ։ Մասնակցում ենք, պարոն Գրիգորյան։ Այո։ Շատ լավ։ Լավ, ավարտեցինք, դե սկսենք, ես առաջարկում եմ հաստատել, ընդունել որոշումը, հաստատել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, ակնկալում եմ, որ այդ թվում արդարադատության նախարարության հետ ամենօրյա մոնիտորինգի տակ պիտի պահենք ընթացքը։ Շատ շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար